Մեկ տարուց ավելի է, ինչ Սերգեյ Սմբատյանի գլխում խմորվում էր սիմֆոնիկ անտառի գաղափարը։ Այսօր այդ գաղափարն արդեն ամուր հիմքերի վրա է դրվում։ Իդրամ եւ ID Bank ընկերությունները, Իմ անտառ Հայաստան հասարակական կազմակերպությունն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համատեղ հուշագիր են կնքում, որն էլ կյանքի է կոչելու Սմբատյանի գաղափարը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանը նշանավորող սիմֆոնիկ անտառն իհարկե արտասովոր է լինելու։ Իր կառուցվածքով, ծառերի դասավորվածությամբ այն նման կլինի հենց սիմֆոնիկ նվագախմբի։ Հայաստանն իսկապես կլինի առաջին երկիրը, որ կունենա սիմֆոնիկ անտառ, այս յուրօրինակ նախաձեռնությամբ կատարելով ոչ միայն կարևոր բնապահպանական դեր, այլև ընդգծելով երաժշտության հավերժականության գաղափարը։ Շատ ուրախ եմ, որ իմ շատ լավ ընկերները ID Bank-ը միացավ այս գաղափարին, որտեվ սիմֆոնիկ անտառ դա այն գաղափարախոսությունն է, որ շատ մարդկանց մոտ հարցեր է առաջանում, բայց սիմֆոնիկ անտառ դա այն նախագիծը կլինի, որտեղ որ մարդիկ կտեսնեն, որ ինչ է մեր պատկերացմամբ սիմֆոնիկ անտառ, որ ոնց կարելի լինի անտառը սիմֆոնիկ նվագախմբի պատկերով, քարտեզով է տենց կարելի ասել։ Գաղափարախոսություն կա, որի շուրջ փորձում ենք համատեղել արվեստը, դասական երաժշտությունը եւ նաեւ բնապահպանական հարցերը պահել ուշադրության կենտրոնում։ Կարծում եմ հրաշալի ծրագիր է եւ մենք մեծ ուրախությամբ միանում ենք այս ծրագրին։ Անտառը ստեղծել 10 անգամ ավելի դժվար է, քան թե 10 հարկի շենքը կառուցել։ Այս համգործակցությունը շատ սիմվոլիկ, բայց շատ լավ կարապար է եւ մենք շատ ուրախ ենք, որ այս ստեղծելու համար։ Իմ անտառ Հայաստանը մի դրամի ուժով արդեն իսկ հասցրել է հազարավոր ծառեր տնկել Հայաստանում։ Հենց այս հաջող փորձն է պատճառ դարձել, որ ծրագիրը կանգնի նաև սիմֆոնիկ անտառի կողքին։ Մի դրամի ուժի հոկտեմբեր ամսվա շահառուն կրկին Իմ անտառ Հայաստանն է։ Մի դրամի ուժը ծրագիրը արդեն 5 տարի է գործում է, որ հիմնական գաղափարախոսություններից մեկն այն է, որ հնարավոր է փոքր քայլերով կատարել մեծ փոփոխություններ։ Բնապահպանական ծրագրերը միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում։ Իմ անտառը հասարակական կազմակերպության հետ մենք ունենք իրականացրած մի շարք հաջողված ծրագրեր, որի արդյունքում Հայաստանում տնկվել է շուրջ 30,000-ից ավել ծառ։ Այսօր մենք բադիվ ունենք միանալու սիմֆոնիկ անտառ նախագծին եւ Իմ անտառ Հայաստան ՀԳ-ի հետ միասին եւս 6000 ծառ տնկելու։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ներդրված դրամ, յուրաքանչյուր տնկված ծառ, յուրաքանչյուր քայլ դեպի կանաչ Հայաստան ոչ միայն բնապահպանական նախաձեռնություն է, այլև հանրային պատասխանատվություն եւ միասնականության փիլիսոփայություն, միասնականության խորհրդանիշ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի տարում սիմֆոնիկ անտառ նախագիծը կմեկնարկի հոկտեմբերի 23-ին մի մեծ ու բացառիկ համերգային ծրագրով, որն այդպես էլ կոչվում է Սիմֆոնիկ անտառ։ Տոնական համերգի գլխավոր հովանավորը եւս ID Bank-ն է։ Հոկտեմբերի 23-ին համերգը շատ կարևոր համերգ մեր համար, այս մեր գաղափարը ներկայացնում ենք հանրությանը եւ բեմում կլինի սիմֆոնիկ նվագախումբ, որի հոբելյանական համերգաշրջանն է ընթանում եւ ունենք շատ լավ թավջութակարի մենակատար եւ բոլոր սիմֆոնիկ դասական ակադեմիական ստեղծագործները, որոնք որ կհնչեն, կապված են բնության հետ, ոգեշնչված են բնությունից եւ կարծում եմ այս գաղափարը բնության մասին է։ Համերգին մենք դա շատ հստակ կփորձենք պատմել վերբալ եւ ոչ վերբալ կոմունիկացիայով մեր երաժշտական կատարումով։ Դեպի ավելի կանաչ ու անտառաշատ Հայաստան ունենալու ճանապարհին կարևոր է զինվել համբերությամբ ու համառությամբ, իսկ դրա համար կարևոր է կողքին ունենալ նաև վստահելի գործընկերներ։ Որպես անդադար վերածնվող կյանքի եւ հավերժության խորհրդանիշ, սիմֆոնիկ անտառը կդառնա այն հիմնակարը, որը կնշանավորի ոչ միայն Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական տարեդարձը, այլև միասնականությունը հանուն կարևոր առաքելության։ Իդեպ մեզնից յուրաքանչյուրը կարող է մասնակիցը դառնալ այդ առաքելության իրագործմանը։ Հոկտեմբերի 23-ի համերգին ձեր գնաց մեկ տոմսը առնվազն մեկ ծառ է դառնալու սիմֆոնիկ անտառում։